Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ, հաղորդաշար սփյուռքահայերի հայրենիք վերադառնալու մասին։ Այսօր մեր հայրենիքն ու ազգը կարևոր մի փուլում են, երբ արտասահմանից Հայաստան վերադարձող հայերը վերամիավորվում են իրենց արմատների հետ, վերականգնելով այն կապը, որը տարիներ շարունակ աղճատված էր։ Վերադարձի այս պատմությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն հենց վերադարձողների, այլև համայն հայության կյանքում, որովհետև դրանք մեզ համար բացահայտում են մեր անցյալը եւ ապագայի նոր հեռանկարներ բացում նրանցից յուրաքանչյուրի համար։ Մենք շարունակում ենք բացահայտել մեր հերոսներին եւ նրանց կյանքի պատմությունները։ Այսօրվա մեր թողարկմանը կպատմենք Գերմանիայից հայրենադարձված Սոնա Բաղդասարյանի մասին։ Սոնա, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Այսօր խոսելու ենք ձեր կյանքի, գործունեության, Գերմանիա տեղափոխվելու, այնուհետև Հայաստան վերադառնալու մասին, հուսամ դեմ չեք։ Միանշանակ ոչ։ Ուրեմն սկսենք ամենասկզբից։ Ինչպես սկսվեց ձեր ուղին Գերմանիայում։ Ինչով եք այնտեղ զբաղվում։ Գերմանիա տեղափոխվել եմ փորձի փոխանակման ծրագրով։ Ծրագիրը մի տարով էր։ 1 տարի անց որոշեցի, որ ցանկանում եմ սովորել մեկ այլ մասնագիտություն եւ լինելով արդեն անգլերենի եւ հայերենի թարգմանիչ մասնագիտությամբ, որոշեցի, որ այդ ոլորտում պետք է մի քիչ այսպես փոփոխություններ մտցնեմ մասնագիտական առումով եւ ընդունվեցի Դարմշտադտի տեխնիկական համալսարանի համակարգչային լեզվաբանության բաժինը եւ սովորեցի ինֆորմատիկա եւ լեզվաբանություն։ Այսպես սկսեց իմ ուղին Գերմանիայում։ Ինչու ընտրեցիք այդ ոլորտը, որովհետև այն բավականին նոր ոլորտ էր Հայաստանի համար, մանավանդ հայ մասնագետների համար։ Ոլորտը նոր էր ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Գերմանիայի համար։ Եվ իմ համար շատ հետաքրքիր էր Գերմանիայում առաջին անգամ տեսնելով էլեկտրոնային կամ այսպես թղթային ռեցեպտները, էլեկտրոնայինը վերջերս ենք մտցրել, արդեն շրջանառության մեջ է մտել, ունենալով այսպիսի ռեցեպտներ, ունենալով տարբեր կոդավորումներ, իմ համար շատ հետաքրքիր էր լեզվաբանության կողմից ինչպես այդ ամենը հնարավոր կլինի վերլուծել։ Եվ ընտրեցի նաև այդ ուղղությունը։ Աշխատանքս եղել է բժշկական տվյալների վերլուծությունը լեզվաբանության միջոցով եւ համակարգչային լեզվաբանության միջոցով, այսինքն տրված կոդի միջոցով ինչպես կարող ենք վերծանել կոդավորված բժշկական ախտորոշումները։ Եվ իմ աշխատանքը ամենաառաջինն էր որպես այդպիսին։ Սա նորություն էր ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև ընդհանուր Հայաստանի, ընդհանուր աշխարհի համար, որ հնարավոր է լեզվաբանության միջոցով վերլուծել բժշկական ախտորոշումները։ Համակարգչային լեզվաբանության միջոցով, այո։ Նաև նշենք, որ մասնագիտություն ձեռք բերելուց հետո աշխատանքի եք անցել հենց Գերմանիայի առողջապահական համակարգում։ Մի փոքր նաև մանրամասն ներկայացնեք այդ տարիների ձեր գործունեությունը։ Ես որպես ուսանող աշխատել եմ արդեն հիվանդանոցում եւ հենց այդտեղից է իմ սերը դեպի բժշկական տվյալները առաջացել եւ լինելով որպես ուսանող արդեն հիվանդանոցում, արդեն լինելով այդ ատմոսֆերայի մեջ, այսպես ասած, իմ մոտ արդեն առաջացել էր ցանկություն հենց այդ աշխատանքի շարունակել մնալ այդ ոլորտում։ Այսինքն ես ոչ թե ավարտել եմ համալսարան եւ ընդունվել աշխատանքի, այլ զուգահեռ աշխատել եմ նաեւ հիվանդանոցում, որից հետո ինձ առաջարկվել էր աշխատանքային արդեն պայմանագիր մնալ եւ աշխատել հիվանդանոցում, քանի որ այդ ժամանակ արդեն COVID-ի ժամանակահատվածներ, հա, առողջապահական համակարգը մեծ բացում էր հենց էլեկտրոնային ակտերի հետ կապված։ Եվ ես լինելով արդեն այն մարդը, ով երկար ժամանակ աշխատել է հիվանդանոցում, արդեն տեղյակ էր բոլոր գործընթացներից, ես նշանակվեցի որպես այդ ծրագրերի ղեկավարող իմ քաղաքի Դարմշտադտի 3 հիվանդանոցներում, այդ է Դարմշտադտի պետական կլինիկայում, մանկական կլինիկայում եւ Ագարբլեզիոն Էլիզաբեթենշտիֆտում։
Բավականին բարդ ժամանակահատվածի հետ համընկավ ձեր աշխատանքի մեկնարկը Գերմանիայում եւ հետաքրքիր է ինչ մարտահրավերների ու դժվարությունների առջև եք կանգնում։ Գիտեք, տպավորություն է, որ միայն Հայաստանն է երևի թե որ էլեկտրոնային առողջապահությանը ոչ մեկ պատրաստ չի, բայց ընդհանուր առմամբ դա մի գլոբալ երևույթ է, որին ոչ մեկը պատրաստ չի։ Այսինքն ոչ միայն մարդիկ, պացիենտները պատրաստ չեն էլեկտրոնային կերպով ինչ-որ մի բան ստորագրելու, ինչ-որ մի բան թույլատրելու, իրանց անձնական տվյալները օգտագործելու եւ նման կարգի փոփոխությունների, այլ ընդհանուր բժշկական համակարգը նման փոփոխությունների պատրաստ չի։ Այսինքն պատկերացրեք բժշկի կյանքում, առօրյա կյանքում ինչ-որ փոփոխություն է մտնում, այսինքն վիրահատությունից հետո պետք է լրացուցիչ գործողություններ անի, որը իր համար արդեն նորություն է, այսինքն հունի մեջ մտնելու համար մարդկանց պետք է ժամանակ։ Եվ հիմնականում մարտահրավերները կայանում են նրանում, որ ընդդիմություններ կային բժիշկների կողմից, տարբեր բաժանմունքների կողմից, որ մենք պատրաստ չենք, մենք չենք փորձում այդ ամենը մտցնել մեր բաժին, մեր համար դա հարմար չէ, եւ հիմնական մարտահրավերը իմ համար որպես նախագծերի ղեկավար կայանում էր նրանում մարդկանց կողքին լինել, փորձել նրանց օգնել այդ ամենը էլեկտրոնային տարբերակով պատկերացնելու, այսինքն լինելով ծրագրերի ղեկավար երկու կողմից դու պետք է փորձես այդ կապը ապահովել, որպեսզի բախումներ չլինեն։ Եվ բախումները շատ են լինում։ Գիտենք նաև, որ դուք Դարմշտադտի մանկական հիվանդանոցի համար էլեկտրոնային ծրագրեր եք մշակել։ Մի փոքր կմանրամասնեք այս առումով, ինչ խնդիրներ էին լուծում այդ ծրագրերը, առհասարակ ինչ էին իրենցից ներկայացնում։ Իմ մշակած ծրագրերից եղել է էլեկտրոնային պատմագիրը եւ դա եղել է այսպես կլինիկայի համար իմ կողմից արված ամենամեծ ծրագրերից մեկը։ Սոնա, տարիներ շարունակ ընկղմված լինելով այդքան բարդ եւ պատասխանատու աշխատանքներում, դրա հետ զուգահեռ նաեւ շատ հաճախ մտածում եք Հայաստան տեղափոխվելու մասին։ Ինչն էր ստիպում ձեզ այդքան մտածել դրա մասին։ Երևի թե COVID-ից հետո այն փորձառությունը, որ ես արդեն ունեի, ոչ միայն Գերմանիայի առողջապահական համակարգում, այլ նաեւ վերջին 2 տարիների ընթացքում, մինչև Հայաստան տեղափոխվելը, համագործակցել եմ նաև Շվեյցարիա եւ Նորվեգիայի հիվանդանոցների հետ։ Իմ համար շատ հետաքրքիր էր բոլորի փորձը ունենալ եւ նոր տեղափոխվել Հայաստան։ Իմ ցանկությունը Հայաստան վերադառնալու, հայրենադարձվելու սկսել է երևի թե կոնկրետ ասեմ 2023 թվականից 2023 թվականի հենց հունվարից, երբ ես տեղափոխվեցի Հայաստան շատ կարճ ժամանակահատվածով եւ արդեն տեղափոխվեցի Գերմանիա, իմ մոտ արդեն մեծ ցանկություն կար, ես պետք է տեղափոխվեմ Հայաստան եւ վերջ։ Եվ լինելով պրոյեկտ մենեջեր, լինելով մարդ, ով միշտ փորձում է վերջնաժամկետների հասցնել այդ ամեն ինչը, ես իմ համար սահմանել էի վերջնաժամկետ մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Եվ 23 թվականին տեղափոխվեցի Հայաստան եւ սկսեցի աշխատել առողջապահության նախարարությունում որպես էլեկտրոնային առողջապահության փորձագետ։ Սոնա, այժմ աշխատում եք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում։ Ինչ գործունեություն եք իրականացնում այդտեղ։ Առողջապահության նախարարությունում հանդիսանում եմ որպես էլեկտրոնային առողջապահության փորձագետ եւ աշխատում եմ որպես կապող օղակ բուժհաստատությունների նախարարության ազգային ինստիտուտի, առողջապահության ազգային ինստիտուտի եւ Արմեդ էլեկտրոնային օպերատորի միջև։ Դուք եք ընտրել այդ ոլորտը, թե սա զուտ ժամանակավոր աշխատանք է ձեզ համար։
Ոլորտը ընտրել եմ եւ ես, եւ նախարարության կողմից եմ ընտրվել որպես մասնագետ իգործի։ Աշխատում եմ դեռևս նախարարությունում, մտադրություն չունեմ աշխատանքս փոխելու, քանի որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ իմ ծավալած գործունեությունը հենց Հայաստանում։ Քանի որ առողջապահության համակարգի թվայնացման գործընթացը բավականին երիտասարդ ոլորտ է Հայաստանում, առաջարկում եմ ներկայացնեք ոլորտի բացերը, խնդիրները, ինչ անելիքներ կան այսօր։ Ընդհանուր առմամբ էլեկտրոնային առողջապահությունը որպես այդպիսին ինքը համարվում է շատ այսպես դեռ չզարգացած ոլորտ, որտեղ դեռևս անելիքներ շատ կան։ Քանի որ գործ ունենք մարդկանց առողջության հետ, մարդկանց առողջապահական տվյալների թվայնացման հետ, եւ սրանք շատ, ինչպես գերմանացիներն են սիրում ասեն, շատ զգայուն տվյալներ են, որոնց հետ աշխատելը շատ պարտաճանաչ աշխատանք է պահանջում։ Ընդհանուր առմամբ շատ գործընթացներ ունենք, որոնք ընթացքի մեջ են, ունենք նաև process-ներ, որոնք արդեն ներդրված են, բայց բարելավման կարիք ունեն, ինչպես օրինակ էպիկրիզը կամ ամբուլատոր քարտը։ Ընդհանուր առմամբ Երևանի մասշտաբով, Երևանի բժշկական հաստատությունների մասշտաբով ունենք արդեն ներդրված գործընթացներ էլեկտրոնային տարբերակով եւ նպատակը նաև Հայաստանով մեկ ներդրումն է։ Առողջապահական տվյալների թվայնացումը Հայաստանում կարծում եմ զարգացման դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որովհետև այսօրվա դրությամբ ունենք մի շարք խնդիրներ, որոնք դեռևս պետք է հաղթահարենք, սկսած բնակչության ադապտացումից մինչև տեխնիկական հագեցվածությունը։ Ձեր կարծիքով ինչքան ժամանակ կպահանջի Հայաստանի առողջապահության համակարգի ամբողջական թվայնացումը եւ որքանով է մեր հասարակությունը այսօր պատրաստ դրան։ Առողջապահությունը ինքնին համարվում է որպես զարգացող ոլորտ եւ ոլորտի զարգացման հետ մեկտեղ ունենում ենք նաեւ տվյալների մեծ հոսք, որը որ պետք է ամենօրյա բազիսով թվայնացվի։ Այսինքն չենք կարող ասել, որ 2 կամ 3 տարի հետո մենք կարող ենք ունենալ 100%-անոց թվայնացված առողջապահական տվյալների բազա։ Դա հնարավոր չէ։ Դա հարցի մի կողմն է, հարցի մյուս կողմը կայանում է նրանում նաեւ, որ հասարակությունը իրազեկված չէ էլեկտրոնային տվյալների երևույթի մասին։ Ձեր նշած խնդիրներին պետք է ավելացնենք եւս մեկը, օրինակ եթե մարդիկ չկարողանան օգտվել էլեկտրոնային սարքերից, խոսքը միջինից բարձր տարիքային խմբի մարդկանց մասին է եւ նաեւ խոցելի խմբերի, օրինակ տարեցների, ինչ պետք է անեն այս մարդիկ, արդյոք հավելյալ դժվարություն չի առաջացնի ոլորտում։ Առաջին հայացքից թվում է, որ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց դեպքում ավելի այսպես խնդրահարույց պետք է լինի թվային առողջապահությունը կամ էլեկտրոնային առողջապահության ինտեգրումը, սակայն ունենք տարբեր տեխնիկական ապահովումներ, որոնցից մեկը Face ID-ն, որի միջոցով մարդիկ կարող են արդեն նույնականացում անցնել եւ ընդհանուր առմամբ խնդիր չի առաջացնում նման երևույթը, հա, էլեկտրոնային առողջապահության ոլորտում։ Հայաստանում այսօր մանկական հիվանդանոցների տվյալները թվայնացված են։ Անկեղծ ասած նոր ենք սկսում պրոյեկտ, որը նպատակ ունի նորածինների ամբուլատոր քարտերի էլեկտրոնային տարբերակով ինտեգրմանը։ Երևի թե մի քանի ամիս հետո արդեն կարող եմ ընդհանուր առմամբ ասել ինչպիսի տվյալներ ունենք էլեկտրոնային տարբերակով եւ որ տվյալներն են էլեկտրոնային տարբերակով արդեն հասանելի։ Սոնա մեր գրեթե ողջ զրույցը ձեր մասնագիտության եւ գործունեության մասին էր։ Այժմ առաջարկում եմ մի փոքր խոսենք նաեւ զգացմունքներից, չնայած հասկացա, որ այդքան է զգացմունքային մարդ չեք եւ առավել եւս չեք սիրում դրա մասին խոսել։ Կա։ Այնուամենայնիվ փորձենք հասկանալ։ Դուք երկար տարիներ աշխատել եք Գերմանիայում, այսօր էլ աշխատում եք Հայաստանում։ Հայաստանում հայրենիքում աշխատելու ընթացքում ինչ-որ այլ զգացմունքներ, զգացողություններ ունենում եք։ Տեսեք, ընդհանուր առմամբ թե Գերմանիայում եւ թե Հայաստանում իմ գործունեությունը նույն բնույթն է կրում, այսինքն լինել բուժազնակազմի հետ, բուժազնակազմի կողքին եւ էլեկտրոնային առողջապահությունը հասցնել իր նպատակակետին։ Բայց Հայաստանում զգացողությունները, Հայաստանում հոգեվիճակը լրիվ այլ է։ Այդ ամենը անում ես քո մայրենի լեզվով, այդ ամենը անում ես քո հայրենիքի համար եւ իհարկե անում ես հանուն հայրենիքի այսպես բարօրության, որպեսզի օրերից մի օր նաև Հայաստանի ոչ միայն տարածաշրջանում, հա, ոչ միայն Կովկասում լինենք էլեկտրոնային առողջապահության առաջատարներից մեկը, այլ նաև աշխարհի մակարդակով լինենք առաջատար էլեկտրոնային առողջապահության ոլորտում։ Զգացողությունները այլ են, չեմ կարող այսպես բառերով նկարագրել, հագեցած աշխատանքային առօրյայից հետո
լրիվ ուրիշ զգացողություններ ես ունենում, որ արել ես ինչ-որ լավ բան, արել ես քո հայրենիքի համար, արել ես քո ժողովրդի համար եւ արել ես այն ոլորտում, այն ոլորտի համար, որտեղ որ այդ դրա կարիքը կա։ Հայաստանում ունեք սիրելի վայր, որտեղ ոգեշնչվում եք, լիցքավորվում եք, որտեղ էներգիա եք ստանում։ Միանշանակ դա իմ ծննդավայրն է, Գորիսը, որտեղ որ իրոք ամեն անգամ այցից հետո ես վերալիցքավորված եմ հետ գալիս Երևան, այսպես լրիվ ուրիշ մտքերով, թարմ մտքերով, թարմ էներգիայով, իսկ Երևանում դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որտեղ որ ամեն կիրակի ես մասնակցում եմ պատարագի եւ դա եւս լիցքավորում է տալիս, դա եւս դրական էներգիա է տալիս։ Այո, միանշանակ Հայաստանի հոգեվոր եւ մշակութային կյանքը, հոգեվոր մթնոլորտը Հայաստանի միանշանակ ուժ եւ եռանդ է տալիս աշխատելու եւ Հայաստանում ուղղակի մնալու համար, Հայաստանում ապրելու համար։ Երբ քո ուժը, ժամանակը, ռեսուրսները ներդնում ես հայրենիքում աշխատելու ընթացքում, կարծես թե փոխադարձ պատասխան էներգիա ես ստանում, վերալիցքավորվում ես։ Այս բանաձևը ձեր պարագայում եւս գործում է։ Անկեղծ կլինեմ, եթե այդ փոխադարձ կապը, փոխադարձ էներգիան հայրենիքի հետ չլիներ, ես միանշանակ չէի թողնի իմ բոլոր հնարավորությունները, թե կարիերայի առումով եւ թե ավելի բարեկեցիկ կյանք ունենալու առումով եւ չէի գա Հայաստան, չէի տեղափոխվի Հայաստանում ապրելու։ Միանշանակ դա գործում է, միանշանակ հայրենիքից ստանում ես շատ դրական էներգիա, շատ դրական լիցքեր աշխատելու, արարելու եւ ընդհանուր առմամբ Հայաստանում ապրելու եւ հայրենիքի համար ինչ-որ մի բան անելու համար։ Այդ կապը կա։ Սոնա, դուք նաև դասախոսություններ եք կարդում, փաստորեն ներդրում ունեք նաև նոր մասնագետների պատրաստման գործում։ Հիմնականում ինչ թեմաներով են լինում ձեր դասախոսությունները եւ ինչով է տարբերվում ձեր մեթոդաբանությունը։ Դասախոսություններ կարդում եմ Առողջապահության ազգային ինստիտուտում, որի հետ միասին մշակել ենք ծրագիր թվային առողջապահության զարգացումը առողջապահության ոլորտում։ Ներկայումս դասախոսությունները նախատեսված են բուժհաստատությունների օպերատորների համար, այսինքն նրանք պետք է հետագայում այս դասախոսություններից հետո պետք է հանդիսանան տվյալ բուժհաստատության թվային մտածողության կրողները եւ նախատեսվում է նաեւ դասախոսություններ անցկացնել հենց առողջապահության նախարարությունում։ Սոնա, չնայած ձեզ հետ հիմնականում խոսեցինք ձեր գործունեության մասին, բայց այնուամենայնիվ կարողացանք հասկանալ, որ հայրենիքում դուք ձեզ ավելի ներդաշնակ եւ հանգիստ եք զգում, որը կարծում եմ շատ մեծ նշանակություն ունի մեր բոլոր այն հեռուստադիտողների համար, որոնք հիմա նայում են եւ ցանկություն ունեն հայրենադարձվելու։ Ինչ խորհուրդ կտաք նրանց։ Երևի թե սկսեմ այն կետից, որ իմ այս հայրենադարձությունը Գերմանիայում ապրող շատ հայերի աշխարհընկալման մեջ մեծ փոփոխություն է մտցրել։ Շատ եմ ստանում նամակներ, շատ եմ ստանում այսպես հարցադրումներ, ինչպես է անցնում իմ առօրյան Հայաստանում, ինչպես է անցնում իմ աշխատանքը, ստացվում է ինչ-որ բան փոխել թե ոչ։ Միանշանակ խորհուրդ կտամ Սփյուռքում ապրող հայերին, ովքեր ունեն մեծ աշխատանքային փորձ եւ գտնում են, որ այդ աշխատանքային փորձով ինչ-որ մի բան կարող են փոխել մեր հայրենիքում դեպի լավը իհարկե, միանշանակ խորհուրդ կտամ դիմել, փորձել, քանի որ նշեցի նաեւ դա միակողմանի չէ, հայրենիքն էլ ունի ինչ-որ բան տալու, հայրենիքն էլ է օգնում այդ ամեն ինչում։ Այստեղ հանգիստ է, Հայաստանում հանգիստ է, Հայաստանում ներդաշնակություն կա, Հայաստանում ինքդ քո հետ ես։ Զուտ այս ամենը վերապրելու, այս ամենը զգալու համար արժի գալ Հայաստան, արժի լինել Հայաստանում եւ օգնել հայրենիքին այն ամենով, ինչով կարող ես։ Միանշանակ խորհուրդ կտամ բոլորին փորձել եւ հետ գալ Հայաստան։ Շնորհակալություն Սոնա հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։
Սեփական հայրենիքում արժեք ստեղծելու հայի հավերժական մղումն ի վերջո նրանց միավորում եւ մեկտեղում է իրենց հայրենակիցների հետ, որպեսզի համատեղ ջանքերով եւ համառ աշխատանքով կառուցենք միասնական, հզոր եւ ամբողջ աշխարհին ճանաչելի Հայաստան, երկիր, որի մասին երազում ենք բոլորս։ Հայրենակցի այսօրվա թողարկման համար այսքանը։ Նոր պատմություններով եւ նոր կերպարներով եթերում կլինենք մեկ շաբաթից։ Հաջողություն։